Սիրիահայ Խաչիկ Ջուլիկյանը ամեն օր հեռախոսով զրուցում է Սիրիայում գտնվող իր ընկերների հետ ու տեղեկանում երկրում տիրող իրավիճակի մասին, բայց այն ինչ տեղի է ունեցել վերջին օրերին Պալմիրայում, բարձ չէ անգամ այնտեղ գտնվողների համար։ Անիչ որ լրատվամիջոցներ են միան կարողացանք, որ հագարագործ ուժեր, որոնք Սուրիան ներխուժած են, իրենք այսօր գրաված են Պալմիրայի տարածքը, տեղի ունեցած է չարտ։ Իսլամական պետություն խմբավորումը սիրիական հնագույն քաղաքը գրավել է մի քանի օր առաջ, այս պահին վտանգված է ամբողջ քաղաքը իր մշակութային անկրկնելի արժեքներով։ Ամենագեղեցիկ բնակավայրերեն մեկը թե մշակութային առումով, թե պատմական առումով, որպես հին թագավորական արքունի եւ այլն, ադիգա արդեն համայն մարդկության կվերապերի։ Այնինչ անում են իսլամիստ ծայրահեղականները, կրոնագետ Վարդան Խաչատրյանը որակում է ցեղասպանություն, նրանց ագրեսիայի չափաբաժինը սահմաններ չունի։ Այն ամենը ինչ այսօր գոյություն ունի իսլամի պայմաններում, բայց իսլամական չի, նրանք համարում են ջահիլիայի, այսինքն տգիտության կամ անգիտության դրսևորումներ։ Պարոն Խաչատրյանը հիշեցնում է հայտնի Սուննան, Ղուրանից հետո իսլամական հավատքի երկրորդ սկզբնաղբյուրը, տարածիր կրոնդ կամ քարոզով, կամ լավ արարքներով, իսկ այդ երկուսի չիրականանալու դեպքում անցիր սրի։ Իսլամիստները հասել են վերջին տարբերակին։ Մենք գործ ունենք գաղափարաբանական լիցքով հագեցած, իսլամական լիցքով հագեցած բանակի հետ, որի եւ պատերազմական պոտենցիալը տարբեր պատճառներով եւ նաեւ յուրօրինակ ֆանատիզմը վերին ծողանշի կամ վերին նշաձողի շրջանակում է։ Պալմիրայում հայեր բնակվել են մինչև 80-ական թվականները, վերջին տարիներին այստեղ միայն մահմեդականներ էին բնակվում, հենց նրանք էլ այս օրերին հայտնվել են իսլամական պետության թիրախում։ Արդյոք հնարավոր էր սա առանց աջակցության։ Իսլամական պետություն կոչվածը կամ խալիֆատ կոչվածը այնուամենայնիվ մի զգալի չափով, եթե ոչ էապես, այնուամենայնիվ դա Թուրքիայի սատարման արդյունքում է կարողանում գրանցել այսպիսի հաջողությունները։ 4 կողմի սահմանները բաց են Սուրիո, բոլոր երկրները ներխուժողներ կան։ Այսինքն սահմանները ընդհանրապես վերահսկումի տակ չեն ներկայիս։ Պալմիրան կամ ինչպես հաճախ անվանում են նրան հրաշքի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում է։ Իսլամական պետություն խմբավորման հարձակումից հետո սիրիական զորքը նահանջել է, որպեսզի Պալմիրայում հրաձգության արդյունքում չտուժեն կոթողները։ Նրանք հասցրել են իրենց հետ նաև թանգարանային որոշ նմուշներ վերցնել, բայց դա ամբողջ մշակութային արժեքի միայն մի փոքր մասն է, իսկ պատմական եզակի կոթողները ամեն վայրկյան կարող են հավասարվել հողին։